Պարոն Բագրատյան, ես դες հիմա ձայն չեմ տա։ Հարցի քննարկումից հետո։ Մենք ավարտեցինք մտքերի փոխանակությունը եւ հիմա անցնում ենք եզրափակիչ ելույթների։ Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Ալիևան։ Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն հանձնաժողովի վերաբերյալ ձեր գնահատականների համար։ Ես բնականաբար շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերների, բոլոր գործընկերների անունից, որովհետև իրականում հանձնաժողովը բազում անգամ իր լումաներ դրել տնտեսական դաշտի խնդիրների կատարման մեջ, ես փորձեմ ավելի շատ անդրադառնալ։ Ձեզնից սկսեմ, պարոն Բագրատյան։ Լավ է, էլի ասում եմ, սելը ճռռալու տեղը սելվերն է ճռռում։ Դուք լինեք վարչապետ, ես տնտեսական դաշտը ավյալ եմ։ Լավ է ստացվում։ Հետաքրքիր է, էլի։ Տնտեսական քաղաքականության թիվ 1 դերակատարը անում է, իրականացնողներից մեկը, որ պետք է մեծամասնության մասով կատարի։ Հիմա կարդում եմ հիմնավորումները։ Շատ ցավում եմ մեկ-մեկ, որ օրենքներից որ խոսում եք, օրենքները գրած է կարդալու համար։ Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի միանալու մասին օրենքում կա հստակ կատեղ, որտեղ գրած ապրանքների առևտրի ոլորտում լիցենզիաների կարգավորման մասին համաձայնագիրն է եղեկից, որի հիման վրա մենք 14 թվականի դեկտեմբերին իրականացրել ենք փոփոխություններ, որ մենք միանում ենք դրան։ Սա ձեզ կետը, սա էլ պայմանագիր է։ Եվ դրա համար էլ ասում եմ, որովհետև քանի որ տվյալ ֆիզիկական անձի կամ մենք մտնում ենք մեկ տնտեսական դաշտ, շատ սովորական, նորմալ երևույթ է, որտեղ ասում են սրանց համար պետք է լիցենզավորեն, սրանց համար պետք է վերցնեք արտոնագրություն։ Պարոն Արտուն, դուք շատ ճիշտ ասեցիք։ Ես ցավում եմ, օրինակ նայեք, ամբողջ 5 տարվա ընթացքում մի հատ լիցենզիա չեն վերցրել, խոսքը վերաբերվում է օբսիդիանին, ինչի մասին մենք խոսում ենք երեք։ Ուրեմն հիմա հնարավորություն է ստեղծվում, որ մարդիկ կարողանան աշխատել, մենք դեմ ենք քվեարկում դրան։ Ես լավ հասկանում եք, պարոնակ, ես բարեբախտաբար եւ դժբախտաբար ոմանց համար 20 տարի է ազգային ժողովում եմ համարյա։ Եթե հանեմ 6 տարին, 20 տարի է։ Քաղաքական նոր process-ներ են սկսվում, բնականաբար ընտրություն է գալիս, կամերաներ կան շարված։ Բնականաբար պետք է երևալ սրանց մոտ։ Կլինի օրենքի բովանդակության վերաբերյալ, չի լինի դա բացարձակապես երկրորդական խնդիր է, շատ լավ հասկանում եմ։ Տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է մանրամասն։ Անցած անգամ մենք կառավարության օրենսդրական 2-3 նախաձեռնություն հետ ենք տվել, կեսնել գցել ենք մեծ օրակարգ։ Տեղեկացված եք ոչ, եւ մասնակցեք հանձնաժողովի նիստերին։ Հասկանում եմ կամերայի սերը նկատմամբ ձեր դրսևորումներին։ Տնտեսական դաշտը ավիրելու մեջ, ինձ մեղադրելու մեջ, օրինակ դա ես մի քիչ եմ հասկանում։ Հասկանում եք, սրա մեջ է գայանում։ Եվ շատ դեպքերում, երբ որ ձեր օրենսդրական նախաձեռնությունները նայեք մեր տնտեսական օրակարգի մեջ, Դիմության ներկայացուցիչների օրենսդրական նախաձեռնությունները, որոնք որ եկել են հիմնականում քննարկել են, բոլորն էլ օրենքների մեջ են գտնվում։ Եվ քննարկել սրա մասին, թե ինչի ենք մենք դառնում, որտեղ այդ ընտանիքի անդամ ենք։ Մարդիկ ասում են, եթե որ իմ քաղաքացիս գալու է այն ապրանքը, որ ես արտադրել եմ, իմ մոտ ստեղից վերցնելու առանց անմաքս տեղափոխելու է, գնալու է, ֆիզիկական անձի վրա չկա, չէ՞ տարածումները։ Գոնե դու թույլտվություն կամ արտոնագիր ունեցի ներկրելու համար, չէ՞ որ դու սահմանել ես երրորդ երկրներից առևտրի սահմանափակումներ, տնտեսական դաշտի պաշտպանվածության խնդիր ունի, մենք միայն մեզնով չի որոշում, եւ հավատացեք ինձ, որ թե Ռուսաստանում, թե Ղազախստանում նմանատիպ լիցենզիաները շատ լրջագույն գումարներ են հանդիսանում։ Մենք քանի որ դες բան չունենք, ասում ենք 1000 դրամ ենք տալիս։ Այս թեման դարձրեցին հայկերի տնտեսական քննարկման հարցին։ Եվ կառավարության որտեղ գրված են քաղաքական հետևողական այս հնարավորությունների պարագայում կատարումը հաջորդ նախագիծն էլ ավելի լավ նորից նույն ձևի թեթևացնում է ռեժիմը։ Մենք խոսում ենք ռեժիմները թեթևացնելով պետք է մենք առաջ գնանք։ Ուստի մեկ անգամ եւս մենք քննարկել ենք հանգամանալից այս օրենքը առանց որևէ, այսպես ասած, այլևայելությունների, հստակ դրել ենք խնդիրները, հստակ հասկացել ենք եւ դրա համար տվել ենք դրական եզրակացություն։ Ու ասում ենք, պատեժ ժամանակ, խնդրում ենք, դրական իմ գործընկերներն հորդորում են, որ սա մեր պարտավորությունների շրջանակն է, ուզենք թե չուզենք, սա պետք է լիցենզիաները եւ արտոնագրերը տանք,
ուզենք թե չուզենք պետք է լիցենզավորենք կամ արդյունագիր պետք է լինի, գումարն 1000 դրամ։ Всё։ Հիմա 1000-ը շատ է, քիչ է, թող արդեն միշտ խոսեն։ Այնպես որ բոլոր հիմնավորումները հստակ կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Այվազյան, եզրափակիչ ելույթի համար հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն, համեցեք պարոն Տարասյան։ Շնորհակալություն։ Ելույթների մեջ ճիշտ ասած հարցեր հնչեցին, որոնք կարելի է բաժանել երկու մասի։ Ելույթներ, որոնք որ այսինքն դիտողություններ կամ առաջարկություններ ըստ էության այն բանի մասին, որը որ զեկուցման եւ օրենքի ներկայացման ժամանակ արդեն ներկայացվել էր, մասնավորապես իրավական հիմքերը ներկայացվել էին եւ նույնը հիմնավորման մեջ օրենքի ներկայացված են, թե ինչ համաձայնագրի եւ միացման պայմանագրի համաձայն է։ Կարծում եմ, որ բազմիցս առիթներ են եղել ազգային ժողովում այդ հարցերը քննարկելու, մասնավորապես Եվրասիական տեսական առնվազն 2 անգամ Եվրասիական տեսական միության միացման պայմանագրի քննարկման ժամանակ եւ առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում, երբ որ նախատեսվել է լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրումը, այդ ժամանակ նույնպես քննարկվել են բոլոր իրավական հիմքերը, որով որ Հայաստանը միանում է Եվրասիական տեսական միության ոչ սակագնային կարգավորման համաձայնագրին, որ անբաժանելի մաս է միացման պայմանագրի, մանրամասն քննարկվել է առնվազն այդ 2 անգամ, եթե լրացուցիչ կարիք կար եւս մեկ անգամ այդ հիմքերի, կարծում եմ հարցերի տեսքով կարող էր լինել նման հարցադրում, ես ավելի մանրամասն այդ մասով կներկայացնեի ինչ իրավական հիմքեր կան, բայց չզլանամ եւս մեկ անգամ ընթերցեմ հիմնավորումը օրենքի, որտեղ որ նշված է հիմնավորումից ընթերցեմ, սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին համաձայնագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, որի համաձայն արդեն փոփոխություն է կատարվել առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում նախատեսված են լիցենզավորումներ եւ թույլտվություններ, պետտուրքը ուղղակի մեր ներքին օրենսդրության պահանջի կատարում է։ Հարցադրում, որը որ վերաբերում էր ինչ աշխատանքներ են կատարվում, որը որ ավելի մանրամասն նկարագրման եւ ինչ թույլտվությունների, որը եւս մեկ անգամ քննարկվել է առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների ժամանակ, որտեղ նշվել են այն բոլոր թույլտվությունները, որոնք որ տրամադրվում են եւ այն բոլոր սահմանափակումները, օրինակի համար ես նշեմ մի քանիսը, որպեսզի ավելի պարզ լինի, օրինակի համար օզոնային շերտի քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման եւ ներմուծման դեպքում, վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման եւ կամ արտահանման դեպքում, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում եւ նմանատիպ թույլտվություններ, որոնց թիվը 29 է։ Որոշակի մասով մենք ունեցել ենք թույլտվություններ, որոնք որ վերացրել ենք եւ ընդօրինակել ենք Եվրասիական տեսական միության, այդ թույլտվությունների ընթացակարգերին ենք համապատասխանեցրել, կան, որոնք որ նոր են Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել, միանալով Եվրասիական տեսական միությանը։ Ի տարբերություն սակագնային կարգավորման, ոչ սակագնային կարգավորումը չունի որևէ բացառություն որևէ երկրի համար։ Սակագնայինում գիտեք, որ ունենք որոշակի ապրանքների տեսքով, որոշակի ժամանակահատվածով բացառություններ։ Այս համաձայնագիրը կնքված է բոլոր անդամ երկրների հետ եւ որևիցե բացառություն այնտեղ չկա։ Թույլտվությունների տրամադրումը, այո, ենթադրում են ծախսեր։ Թույլտվություններ կան, որոնք իրականացվում են փաստաթղթային փորձաքննության տեսքով եւ կան, որոնք բացի փաստաթղթային փորձաքննության տեսքին նաեւ տեղում այցեր են կատարվում, զննում է իրականացվում առանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու, որտեղ ընթացակարգերի մեջ մենք սկզբունք ենք դրել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ խոչընդոտներ չլինեն այդ ընթացքում եւ ժամկետային առումով, որտեղ որ Հայաստանը իր օրենսդրությամբ է սահմանում եւ որից է սահմանափակում չունի ժամկետային առումով նվազագույնին են հասցրած ժամկետները, այո, դա ենթադրում է ծախսեր։ Այո, դա պետք է արվի, բայց ոչ տնտեսվարողի հաշվին այս փուլում, որովհետև ես նշեցի, որ խնդիրներ կան այսօր արտաքին գործոններով նաև պայմանավորված, արտահանման եւ ներմուծման ժամանակ տեղից բարդություններ կան,
Լրացուցիչ խոչընդոտ ստեղծել ներմուծման եւ արտահանման ժամանակ կառավարության դիրքորոշումը նա է, որ չստեղծել այլ լրացուցիչ խոչընդոտները։ Այդ ծախսերը իրականացվելու են նախկինում պետական գերատեսչություններին հատկացված ֆինանսների շրջանակներում առանց լրացուցիչ բեռ դնելու տնտեսվարող սուբյեկտների համար։ Կարծում եմ այսքանը, եթե ինչ-որ բան, կարծում եմ մանրամասը ներկայացվեց, ես նույնը զեկուցման ժամանակ ներկայացրել էի հարցի հիմնավորման, եւս մեկ անգամ կրկնեցի հիմա, կարծում եմ բոլոր հարցերին տվեց պատասխաններ, շնորհակալություն քննարկման համար, այսքանը։ Շնորհակալություն պարոն Տարասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցի քննարկումը ավարտվեց։ Պարոն Բագրատյան, դուք էլի ունեք ցանկություն վարման կարգով Հրանտ Բագրատյան։ Նախ պարոն Հարությունյանը ասաց, որ մենք ենք սկսել, մոտարապես ասաց, ինչի եք բորբոքվել մնդիմություն, մենք ենք սկսել հարցը, խոսքը նրա մասին է, ինչ է турքը, ինչ է հարկը։ Երեք ես այդ հարցը տվեցի, ասացի, սա ռոյալթի է, եթե ռոյալթի այդպես չի։ Турքը պետական ծառայության համար տրվող վճար է։ Օրինակ նոտարի մոտ գնում ես турք ես վճարում, դատարան ես գնում турք ես վճարում։ Հենց դրա համար էլ մենք հարցը տրինք, եթե դուք էլ եք այդ կարծիքին ավելի լավ։ Մենք ոչ մեկից մտքեր չենք գողացել երբեք։ Եվ եթե նայեք, այդ օրենք ընդունվել 2001 թվականին, հեղինակն էլ եղել է ներկայացել է Վարդան Խաչատրյանն, դա էլ ենք իմացել, դա էլ գիտենք։ Ոչ թե 2010-ի դեպ։ Երկրորդը, մեր գործընկեր Վարդան Այվազյանին, մի պաշտպանեք Վարդան Այվազյանին։ Մենք էլ կարող ենք պաշտպանել կամ չպաշտպանել, բայց ես ուզում եմ ասել, քիչ առաջ Վարդան Այվազյանը ընդամենը պիտի ասեր ճիշտ է падգամավորը, բերեք կետը, բայց ինքը փորձում է տակից դուրս գալ։ Իբր թե քիչ առաջ կարդաց կետը, կարդում եմ իր կարդացած կետը, այդ կետը այն մասին չէ, որ սա պիտի մտցվի։ Այդ կետը այն մասին է, ասում է, հիմք ընդունելով իրավական ակտերի մասին օրենք առևտրի ծառայության համաձայն, այսինքն մենք Պարոն Բագրատյան, շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ Վարդան Այվազյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չի զգում, ոչ էլ պարոն Հարությունյանն պաշտպանում էր, այլ պարզապես ներկայացնում էր, թե որքան արդյունավետ են ընթանում քննարկումները տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Ես խորապես վստահ եմ, որ եթե դուք այցելեք հանձնաժողովների նիստերը, այդ նիստերը շատ ավելի արդյունավետ կլինեն եւ դուք էլ կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Որևէ բանի տեղ ձեզ դնելու խնդիր այստեղ չկա։ Ինչ վերաբերում է փաստաթղթին, փաստաթղթի մեջ հստակ հիմա ես էլ ձեզ համար ընթերցեմ, հիմա մի գնացեք, ես էլ ձեզ համար ընթերցեմ, փաստաթղթի մեջ հստակ գրված է 7-րդ հավելված, սահմանված 3-րդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորում։ Դե որ ուզում եք իմանալ, կարդացեք փաստաթղթերը լուրջ միջև վերջ եւ նոր խոսեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կարծում եմ խնդիր չէ։ Քննարկում է, մենք էլ այստեղ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանելու, որպեսզի որևէ մութ եւ անհասկանալի բան մեր հանրության համար չմնա։ Անհանգստանալու կարիք չկա, պարոն Այվազյան։ Անցնենք հաջորդ հարցին։